Արարատի մարզի Հովտաշատ եւ Հայանիստ բնակավայրերը կապող կամրջի վթարվելուց հետո բնակիչները զանազան տարբերակներով են անհրաժեշտ բնակավայրեր ու մասնավորապես Երևան հասնում։ Տաքսին ու հասարակական տրանսպորտը Հայանիստի կողմից մոտենում են կամրջին։ Հարևան գյուղից մարդիկ կամրջին հասնում են ոտքով կամ որևէ տրանսպորտով, ապա ոտքով անցնում կամուրջը։ Նույն կերպ հետդարձի ժամանակ։ Մեկից ավելի մեքենա ունեցող ընտանիքներն աշխատում են դրանք պահել քանդված կամրջի տարբեր կողմերում։ Մեկով ճանապարհի մի հատվածն են գնում, մյուսով շարունակությունը։ Իսկ ովքեր պետք է որ անպայման Երևան հասնեն սեփական մեքենաներով, ստիպված են ճանապարհը երկարացնել առնվազն 15-20 կիլոմետրով։ Կուզենայինք, որ շուտ վերանորոգվեր, մեքենաները այսքան չգային, սպասեին, ինչ-որ տաքսիներով գնային Հայանիստ։ Մեքենայով գալիս կանգնում ենք էնափը, տաքսի ենք պատվիրում, այս կողմից գնում ենք։ Այս կարևոր ճանապարհ է։ Կա սրանից հետո 6 հատ գյուղ, որ բոլորը այս ճանապարհից են օգտվում։ Երևանից, ասենք, տնից Երևանը աշխատում են մարդիկ, 1000 հոգի աշխատողներ կան։ Շատ մեծ անհարմարություն է։ Եկել եմ բարեկամներից մարդ է գալիս, դիմավորեմ տանը։ Երևանից գյուղ դեպի։ Պրոստո կամազներին պետք է արկել են ստե։ 80 տոննա, պատկերացնում եք 80 տոննա գրուզը, գա այս լատոներով անցնի ինչ կլինի ինքը արկել։ Էսի կամազն արի ուշ, այս թեթև տեխնիկան տոննայով կես ինչ տանի սրան։ Պետք է կանեն ժողովուրդը արկել են փագել, որտեղ վերևը կիշեր կա դրած, վախենում են գնան կիշեր, թափելու են, չէ՞ վրից էդի, անպայման թափվի։ Ժամար իրանց ձեր չի տալի։ Պոլնի բարձած ճկրտալով էտում են։ Կամուրջն այս աստիճան վնասվել է ավազով բարձված բեռնատարի շուռ գալուց հետո, հոկտեմբերի 27-ին, եւ նույն օրն էլ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Կամրջի վրա առաջին սալի իջվածքը ի հայտ է եկել հոկտեմբերի կեսին։ Այդ ժամանակ երթևեկությունը կազմակերպվել է միակողմանի, վթարներից խուսափելու համար։ Այդ ժամանակ լրատվականով հաղորդագրություն տվեցինք, որ կամուրջում վթարային իրավիճակը ի հայտ եկել, հորդորել ենք, որպեսզի բեռնատար մեքենաները խուսափեին տվյալ ճանապարհով ժամանակավորապես երթևեկելուց մինչև կամուրջի հետագա հիմնանորոգման իրականացումը։ Մարզպետարանի պաշտոնյան նշում է ավելի վաղ կամրջի հետ կապված խնդիրներ չէին առաջացել, բայց այդտեղ երթևեկությունը միշտ եղել է շատ ինտենսիվ ու ծանրաբեռնված մեքենաներով։ Մոտակայքում ի դեպ գյուղմթերքի մեծ շուկա է գործում։ Կամուրջը կառուցվել է 40-50 տարի առաջ, հաստատ նախատեսված չի եղել էլի այս ծանրաբեռնվածությամբ ու այս ինտենսիվությամբ երթևեկության համար։ Մարտիրոսյանը վստահեցնում է, հիմնանորոգումը նախապատրաստելու ուղղությամբ սկսել են աշխատել դեռ կամրջի վրա առաջին իջվածքը հայտնվելուց հետո։ Ներկայումս տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության կողմից սկսվել է նախագծանախաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը, վերջինս պատրաստ լինելու դեպքում հրատապ մրցույթ կկազմակերպվի շինարարական աշխատանքների, որպեսզի հնարավորինս արագ կամուրջը վերականգնվի, երթևեկությունը տվյալ հատվածով նորից կազմակերպվի։ Աշխատանքների ավարտի ժամկետի մասին որևէ կանխատեսում դեռ չի արվում։ Ամեն դեպքում նշվում է, որ մի քանի օրվա գործ չէ։ Բնակիչները ավտոմեքենաներով երկու տարբերակ ունեն այս պահին երթևեկելու, կամ Սիս Հովտաշատ ճանապարհով դուրս գան դեպի Մասիսի կողմով, կամ Արմավիրի մարզի կողմից Գայ բնակավայրով դուրս գան դեպի Էջմիածնի կողմից մեկնեն դեպի Երևան։ Այլընտրանքայիններից համեմատաբար կարճ Սիս Հովտաշատ ճանապարհի մի հատված հիմնանորոգման կարիք ունի։ Խոսքն ըստ Մարտիրոսյանի մոտ 1.5 կիլոմետրի մասին է, որը հավանաբար եկող տարի կնորոգվի։ Վերադառնալով քանդված կամրջին այստեղ պատրաստվում էին եզրային մասում հող լցնել։ Մարդիկ միևնույնն է փորձեր են անում մի փոքր չվնասված տարածքով անցնել մեքենայով, անտեսելով ու շուռ տալով արգելող նշանները։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։